ասելու բան չունենք։ Եթե հարցը ԵՏՄ-ին է, թող ԵՏՄ-ից դուրս գան, վիզայով գնան, ինչի մասին է խոսքը։ Եթե վիզայովը կարողանում է անցնի, մտնի դուրս գա, խնդիր չունի, તો ԵՏՄ-ից դուրս գան։ Ի՞նչն է խնդիրը։ Եթե մենք ԵՏՄ-ում ենք ու առավելություններ չունենք, մեր իմաստը ո՞րն է մեր ԵՏՄ-ում մնալ։ Այսինքն այստեղ քաղաքական ենթատեքստեր եք տեսնում։ Միանշանակ ամեն ինչ էլ տեսնում ենք, ամեն ինչ էլ տեսնում ենք։ Երբ որ 350 շոֆեր մնում են անաշխատանք, մեքենաները Ռուսաստանը արգրավում է, ու որ կառավարությունը չի կայանում այդ 350 վարորդի կողքին, եւ ինչի մասին է խոսքը։ 350 վարորդը մնացին առանց աշխատանք, դրանից հետո սկսվավ այս դեպորտային համակարգը։ Քանի տարի է, որ այս գործի մեջ եք։ Ես ես գործի մեջ, ես շատ վաղուց եմ այս գործի մեջ։ Երևի մի արդեն 20 տարի։ Երբևէ նման խնդիր ունեցել եք։ Երբևէ մենք խնդիր չենք ունեցել։ Այս մեր կառավարությունը եւ 18 թվականի հայտայեկը այդ օրվանից մինչեւ առեսօր մենք խնդրեմ ունենք։ Այդ օրվանից մինչև առեսօր մենք խնդրեմ ունենք։ Մենք ոչ մի անգամ խնդրեմ չենք ունեցել։ Մեր խոսքը արժեք ա եղել դրսում բոլորի համար, բայց այսօր մենք արժեք չունենք մեր խոսքը։ Գործող իշխանության կողմից հակառուսական քաղաքականություն վարել է ձեր գործին եւս ազդեց։ Միանշանակ ազդել է, դա ասելով չի, դա տեսանելի է դաժե, տեսանելի է։ Այդ դեպքում ինչու եք պահանջում, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գա Հայաստանը, որովհետեւ էլի խնդիրների տնտեսական հատկապես շատ խնդիրների առաջ է կանգնելու։ Չի կանգնել։ Նախկինում ոնց էր, գնում էինք վիզայով, ոչ մի անգամ խնդիր չենք ունեցել։ Թող այսօր է սարքեն վիզայով։ Առավելություն ի՞նչն են տվել մեզ ԵԱՏՄ-ում, ինչ առավելություն ունենք, կարող եք բացատրել մեզ։ Դուք էլ մեր նման այս երկրի քաղաքացի եք։ Առավելությունները ի՞նչն եք տեսել։ Եթե ինչ-որ մի առավելություն կա, բացատրեք, մենք հակառակը մենք չենք հասկանում, մենք վարորդ ենք, մենք այդքան դրա մեջ չենք մտել, չենք կարող հասկանալ։ Հիմա հույս ունեք, որ գործող իշխանությունը ձեր խնդիրը կլուծի։ Ես ճիշտ ասած հույս չունեմ։ Երբեք։ Այդ դեպքում որոնք են լինել։ 18 թվականից մինչև առեսօր հույսներս կորցրել ենք այս իշխանության հետ կապված ցանկացած հարց։ Ասում եմ, તો բոլորն են լսեն, ոչ մի բանը կարակ չջնջել։ 18 թվականից մինչև առեսօր եկել են, միշտ մեր համար խնդրեմ են ստեղծել։ Միշտ մենք երբեք նման խնդիր չենք ունեցել։ Այսինքն խնդիրը գործող իշխանության Միանշանակ իրանցից է գալիս։ Իրանք, որովհետև այս բնակավարից ոչ մի բան չեն հասկանում։ 2026 թվականին ընտրություններն են լինելու, դուք հնարավորություն եք ունենալու փոփոխել իրավիճակը փոփոխելու, ինչ եք միանշանակ ոչ մի ընտրություններին վաղ չի վիճակվել, որ երկրում լինեմ, ինչ-որ մի ընտրությանը մասնակցեմ, բայց այս անգամ կաշխատեմ անպայման մասնակցեմ։ Ում եք աջակցելու, որ քաղաքական։ Ճիշտն ասած ոչ մեկին չեմ տենում, որովհետև բոլորն էլ մենակ խոսք են տալու։ Ոչ մի բան չի անել։ Ոչ մի ղեկավարություն մինչև առեսօր այս տրուդավոյ աշխատանք, այս քարտաշ աշխատանք հետևից ոչ մի ղեկավար չի եկել, ոչ մի ղեկավար։ Ոչ մեկ չգիտի մեկի ձևով է ճանապարհները անցել։ Ոչ մեկ։ Իսկ Ռուսաստանում նաև նշել են, որ վերջի տարիներին ձեր ընկերները նշեցի, որ վերջի տարիներին ռուսների վերաբերմունքն է անգամ ձեր նկատմամբ փոխվել։ Դուք ինչ եք նկատել։ Խիմիա է ռուսների, բոլոր ազգերի վերաբերմունքը մեր հանդեպ փոխվել է։ Ինչով է պայմանավորված։ Մեզ էլ ոչ մեկ չեն ուզում հարգել, մեր խոսքը արժեք չունի, որովհետև մենք ղեկավար չունենք, որ մեր խոսքը առաջ տանի։ Մենք այսօր շատ բաներ ենք արել, որ այսօր մինչև այսօր այս տրանսպորտի ոլորտը աշխատել է, իսկ չաշխատել է վարորդների շնորհիվ։ Երբ որ այս ամեն ինչ իրանք վեկալին իրաց ձեռը, դրա համար այսօր մենք այսօրին հասանք։ Այսօր մենք մենակ հարկ ենք տալիս։ Չհարկը մի օր ուշացրեցի, վсё, արդեն դառնում ես ամենավատ անձնավորությունը այս երկրի համար։ Ինչի Բայց համար։ Նիկոլ Փաշինյանը չէ նշեց, որ մեր բոլոր հարկատուները հերոսներ են։ Դուք ձեզ հերոս եք Ախր ինքը այդ հերոս բառը չի հասկանում, դրա համար այդ հերոս բառը շուտ օգտագործում է։ Ինքը այդ հերոս բառը չի հասկանում։ Ես շատ փոքր հասակումս ես այնպես բաներ եմ տեսել այդ ճանապարհներին, որ պատերազմի ժամանակ էլ դաժե բաներ են եղել, որ մարդիկ չեն տեսել։ Մենք այդ դժվարությունները սա անցել ենք, որ հասել ենք այսօր սրան։ Ունեցել ենք տրանսպորտի ոլորտ, աշխատել ենք, մեր երկիրը սնունդ է ներմուծվել, ում շնորհիվ է ներմուծվել։ Այսօր մեր լոգիստերս դե կանգնած խոսում են, ասում են, ինչ են ասում։ Ուզբեկին, Կազախին, ասեցինին, սաղին տեղ են դվել, բարձում են, ճանապարհում են, մեզի դեպորտ են արել, բերել են, անգործ թողել են, մեզանից հերոս հարկատուներից հարկ են ուզում, բայց դրա դեմը չեն առնում։ Ինչ համար եք բարձում ուրիշ մեքենաներ ուղարկեք։ Կամ մեր կառավարությունը չգիտի, յուրաքանչյուր վարորդի երկու մուտքը գիտի։
չգիտի որ 90 օրը լրացել է, թող Բագրատաշենից թույլ չտա այդ մարդը գնա։ Թող կանգնի այդ մեքենան այնտեղ, չէ՞ թողում։ Թողում այդ պարտադիր 5 տարի խփի մեջքին գա, որ դա լավ լինի, հասկանալի լինի բոլորի համար։ Իսկ Հայաստանում աշխատանքը տեսնում եք, գտնում եք դուք ընդհանրապես։ Հայաստանում մի հատ տաքսու աշխատանք է, դա էլ ոնց որ արդեն չկա։ Դա էլ չկա։ Այսօր տաքսիներ չեն տալու մենք ստեքշեն։ Այսինքն Հայաստանում աշխատանք գտնելու հնարավորությունը քիչ է, չեք տեսնում։ Ես այս 20 տարվա մեջ ես մի ուղղությամբ եմ աշխատել։ Ես մի ոլորտում եմ եղել։ Ես չեմ կարող երկրորդի մասին եմ մտածեմ, քանի որ աշխատում ենք սա փրկենք։ Եթե կփրկենք, չենք փրկի, արդեն ինչ որ մի բան կմտածենք։